Ասական օրինակն է, ինչա պետք անել։ Պետք է անել ուղիղ հակառակը նրա ինչ որ անում է Փաշինյանը։ Եթե մեզ քննադատեք, մեզ չթողեք մեր արտաքին քաղաքականությունն իրականացնենք, սրան էլ եք երանի տալու։ Մեկը քեզ իսկականից Նիսա ոնց որ դու ասացիր մեծ Հայաստանը առաջարկում։ Մյուս ասում արա այդ Նիսայից հրաժարվի, դեպի մեզ, կողմնորոշ դեպի մեզ նախ օգնեմ պահես։ Ոտատեղ են տվել թուրքերին, այսինքն մեզնից ինչ որ բան պահանջելու, ուզելու, ինչ որ թղթով տրված իրավունքներ են տվել, ատամ գցելու տեղ են տվել։ Եթե դու ստադիոնի տերը չես, հա, գոնե պետքա ֆուտբոլիստ տնես, ոչ թե ֆուտբոլի գնդակ։ Այս իշխանությունները չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել խաղաղություն ամեն գնով։ Ոտս կդրեմ մենակ գլուխս մնաց։ Ամենտեղ թոք կգցի, ամենտեղ Արցախ կսարքի, Մեղրիում էլ Արցախ կսարքի։ Բայց մարդիկ խառնվում են, որ օգուտ տային։ Այդ մարդկանց սաղին սարքել են հիբրիդ գործակալներ, թշնամիներ եւ այլն։ Թե ինչ որ ասենք ագնոսներ դրած են տեսնում այդ իրականությանը, դրա համար գույների ամբողջ ներկապանակ իրանք չեն տեսնում։ Նիկոլ Փաշինյան, Արադ Միրզոյան, ձեր այդ այսպես ասած ԿՊ-ական բաները, մեծամեծները, դա դուք ցույց տվեցիք դասական օրինակ, թե ինչպես չի կարելի վարել արտաքին քաղաքականություն։ Այսօր անգամ ամենամինիմալիստական պահանջները, երբ որ դնում ենք պետության առաջ արտաքին քաղաքականությունն իրականացնելու տեսանկյունից, երբ որ ասում ենք, որ չպետք է թույլ տալ, որ Հայաստանը դառնա միջանցք, որ մեր վրայով անխոչնդոտ ելումուտ անեն, որ մեր խախտված իրավունքները, մեր ժողովրդի խախտված իրավունքները վերականգնելու համար պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկեն, մեզ մեղադրում են ռոմանտիզմի մեջ, ծայրահեղականության մեջ են մեղադրում, ասելով, որ իբրև այդ ամեն ինչը անելը բացարձակ հնարավոր չի։ Այն ինչ որ թելադրվում է մեզ, պետք է սուսուփուզ գլուխներս կախ, հանգիստ տեղներս նստած անենք որպես պետություն։ Հիմա քանի որ մենք համոզված ենք, որ այդպես չի, արի այսօր մի հատ քննարկենք Ավետիք ջան, հաջողված արտաքին քաղաքականության բանաձևը։ Ոնց անենք, որ այս պարտությունների անվերջ շարքը կարողանանք կանգնեցնել եւ այն կարմիր գծերը, որոնք գոյություն ունեն մեր արտաքին քաղաքականության հետ կապված, մեր իրավունքների հետ կապված, գոնե թույլ չտանք, որ այդ կարմիր գծերը հատվեն։ Հարգելի հայրենակիցներ, այսօր մեր քննարկումը վերաբերում է արտաքին քաղաքականությանը։ Մեր այսօրվա ծրագրային խոսքը ծրագրային քննարկումը Հայաստանի արտաքին քաղաքականության բանաձևն է եւ Հայաստանի շուրջ ձևավորված միջազգային եւ տարածաշրջանային իրողությունների ընկալումը։ Առհասարակ դասագրքային ճշմարտություն է, միջազգային հարաբերությունների տեսության դասագրքերը, երբ որ կարդում ենք, հաջողված արտաքին քաղաքականությունը կախված է հիմնականում երկու հանգամանքից։ Առաջին հանգամանքը այն է, թե ոնց է պետության պատասխանատուն, իշխանությունը ընկալում տվյալ պետության շուրջ գոյություն ունեցող համակարգային առանձնահատկությունները, այսինքն բալանսները, իրադրությունը, արդյոք adekvat է ընկալում, թե adekvat չի ընկալում, սա մեկ, եւ երկրորդ, ըստ այդ ընկալման եւ ըստ իր նպատակների, ըստ իր հետապնդած նպատակների, հնարավորություն ունի համարժեք ռեսուրսներ իդենտիֆիկացնելու եւ այդ ռեսուրսները մոբիլիզացնելու եւ որպեսզի իր նպատակներին հասնի։ Այս հիմնական երկու հարցի շուրջ, այս դասագրքային երկու հարցի շուրջ Ավետիք ջան, առաջարկում եմ այսօրվա մեր քննարկումը սկսենք եւ այդ ընդհանուր հարցերը մի քիչ ավելի այսպես ենթահարցերի բաժանենք իմ առաջարկով։ Ու սկսենք հետեւյալ հարցից. ո՞րն է այսօրվա իշխանությունների վարած արտաքին քաղաքականության տրամաբանությունը առհասարակ, նրանք ինչ են առաջարկում մեզ։ Շատ լավ, Մենոն ջան, շնորհակալ եմ այսօրվա քննարկումը կազմակերպելու համար։ Ես մեր ունկնդիրներին ուզում եմ հիշեցնեմ, որ Մենոն միջազգայնագետ է, իսկ ես գործարար կառավարման մասնագետ եմ, դրա համար մենք մի քիչ անհավասար դիրքերում ենք այս քննարկման մեջ։ Ես բոլոր դեպքերում արտաքին քաղաքականության մասին խոսելու եմ մի քիչ ավելի շատ որպես այդ արտաքին քաղաքականության մեկը սպառող եւ մյուսն մի քիչ որպես ավելի շատ որպես ստրատեգ։ Իսկ Մենոն դրա անմիջական ավելի շատ ակադեմիական է։ Բայց արի իսկապես անդրադառնանք նրան այն հարցին, որը դու բարձրացրեցիր, եւ այդ հարցից էլ աշճանաբար գնանք նրան, որը պետք է լինի դրա իրական այլընտրանքը, որովհետեւ ի վերջո մեր նպատակը մեր ունկնդիրներին այդ այլընտրանքը առաջարկելն է։ Դες ինչ արտաքին քաղաքականությունն է վարում այսօրվա իշխանությունը, իդեպ այդ արտաքին քաղաքականությունը վարումը ի սկզբանե, ուղղակի սկզբում ավելի քողարկված, հիմա ավելի բացահայտ։ Արտաքին քաղաքականությունը, որը վարում է Հայաստանում գործող վարչախումբը, ունի իր մեջ մի քանի հիմնական բաղադրիչներ։ Բաղադրիչ 1 հետևյալն է։
Մենք երկար ժամանակ եղել ենք ռուսական կայսրության մաս, դա սահմանափակել է մեր զարգացումը, որպես այդպեսին։ Մենք ստիպված ենք եղել գտնվել Ռուսաստանի շահերի ուղեցրում, ուստի Հայաստանի համար շահավետ է ազատվել ռուսական գերիշխանությունից եւ կառուցել քաղաքական որոշակի ուղեգիծ, որում գործընկերները փոխվում են եւ մենք ունենում ենք այսպես ասած մանևրի ավելի մեծ ազատություն, ենթադրաբար այդ գործընկերները պետքա լինի Արևմուտք, Եվրոպական միությունը եւ Միացյալ Նահանգները։ Դա կետ մեկն է, որը բերում է հետևանքների շատ կարևոր։ Հետևանք 1. Երբ որ դու դա անում ես, դա նշանակում է, որ դու ըստ էության իրանց տրամաբանությամբ պետքա հրաժարվես բոլոր այն այսպես ասած կապանքներից, որոնք քեզ կապում են Ռուսաստանի Դաշնության հետ։ Առաջինից արդեն հրաժարվել են Արցախը, իրանց պնդմամբ Արցախը դա Հայաստանի վզին գցած թոք է Ռուսաստանի կողմից։ Դա իրականում իմ կարծիքով կեղծ պնդում է, որովհետև այո, եթե դու ունես կոնֆլիկտ, այդ կոնֆլիկտը քեզ դարձնում է ավելի կախյալ եւ խոցելի, բայց այդ կոնֆլիկտ ուներ նաեւ մյուս կողմը Ադրբեջանը։ Նույն չափով դա Ադրբեջանին էր սարքում կախյալ եւ խոցելի։ Այդ իմաստով երկու կողմն էլ որոշակի կախվածություն ունեն եւ Ռուսաստանից, եւ Եվրոպական միությունից, եւ Միացյալ Նահանգներից, եւ Թուրքիայից, եւ Իրանից, բոլոր այն խաղացողներից, որոնք կարող են այդ կոնֆլիկտից օգտվել։ Ոստի պարզ չի, ինչի պետք է այդ կոնֆլիկտից մենք հրաժարվեինք։ Իսկ Ադրբեջանը ընդհակառակը 100%-ով իրականացներ իր ռազմավարական նպատակները, ավելին իր առաջ նոր ռազմավարական հորիզոն է հիմա բացել, կլանելով արդեն Հայաստանի Հանրապետություն կամ առնվազն դրա մի մասը։ Ու ախր ներողություն բանն է, որ եթե այդպես ենք նայում հարցին, Ռուսաստանը, եթե այդ թոք գցողը Ռուսաստանն է, ցանկացած տեղ մեր այս 29740 ամենտեղ թոք կարելի ամենտեղ թոք կգցի, ամենտեղ Արցախ կսարքի, Մեղրիում էլ Արցախ կսարքի, Տավուշում։ Դա ինչ ճիշտ ես ասում, ամենտեղ կարելի է թոք գցել, Սյունիքի վրա կարելի է թոք գցել, Գյումրիում ռուսական ռազմաբազա է կարելի է թոք գցել, Մեծամորում ատմակայանը կարելի է թոք գցել։ Այդ տրամաբանությամբ այո, մեր երկիրը հերթով պետք է տանք, որ այդ թոքերից ազատվեն։ Հա, պետք է ամեն ինչ տանք, որ թոքը չլինի, էլի։ Մեղմ ասած բան է, եթե մեր վզի շուրջը օղակա, եկեք գլուխը կդրենք, որպեսզի բան չխեղդվենք։ Հիմարություն է դա։ Հիմարություն է, միջոց շատ երկրներ են ունեցել արտաքին կախվածություններ, ոչ թե մտածել են ոնց անեն երկրի կեսը տան, որպեսզի այդ կախվածությունը հաղթահարեն, մտածել են ամասն կախվածությունը ոնց թույլատրել։ Հիմա ի՞նչ է բխում դրանից երկրորդ պնդումը, որը շատ կարևոր է։ Երկրորդ պնդումը հետևյալն է. Ռուսաստանը թույլատրել է այս տարածաշրջանը։ Նրա ռեսուրսները թույլատրել են, Ռուսաստանը գտնվում է Ուկրաինայի եւ Ուկրաինայի միջոցով հավաքական արևմուտքի հետ խորը ինչ-որ իմաստով անլուծելի հակամարտության մեջ, քանի որ դա բերել է որ հարավային, այսպես ասած, իր ուղեցրում Ռուսաստանի ռեսուրսները թույլատրել են, ուրեմն մենք պետք է վերակողմնորոշվենք Ռուսաստանից դեպի արևմուտք։ Դա կետ երկրորդ։ Դրա տրամաբանական հետևությունը հետևյալն է. քանի որ արևմուտքի, այսպես ասած, գործակալը հիմնական շարժիչ ուժը մեր տարածաշրջանում Թուրքիան է, ուրեմն վերակողմնորոշվելուց մենք ոչ թե վերակողմնորոշվում ենք օրինակ դեպի Հունաստանը կամ Իտալիան, այլ վերակողմնորոշվում ենք դեպի Թուրքիան։ Հիմա դա կարող է ինքնին սարսափելի չլինել, բայց մենք պետք է հիշենք Թուրքիայի հետ մեր ամբողջ հարաբերությունների պատմությունը 1, Թուրքիայի եւ Ադրբեջանի գործող ալյանսը 2, իդեպ այդ ալյանսը քանի գնում ավելի խորանում է։ Դե բայց Հունաստանը հո մեր տարածաշրջանում ինչ որ ձևով լուրջ ներկայություն Այդ եմ ասում, այսինքն երբ մենք վերակողմնորոշվում ենք դեպի արևմուտք, մենք ոչ թե դեպի Հունաստան ենք բարեկամական վերակողմնորոշվում, կամ ասենք մի քիչ ավելի հեռավոր, բայց չափավոր բարեկամական Ֆրանսիա։ Մենք վերակողմնորոշվում ենք դեպի Թուրքիա, իր հետ բերող բոլոր հետևանքներով, դա երկրորդ, այսպես ասած, գաղափարական սնանք թեզնա գործող իշխանություն։ Եվ երրորդը, որի մասին եւս պետք է ասել։ Այս տրամաբանության մեջ մենք ոնց որ դեմքով շրջվում ենք դեպի արևմուտք եւ մեջքով շրջվում ենք ոչ միայն դեպի Ռուսաստան, մենք մեջքով շրջվում ենք բոլոր արևմուտքի մրցակիցներին։ Մենք մեջքով շրջվում ենք դեպի Իրան, որը սկսել է արդեն ավելի ու ավելի տենց իր դժգոհությունը։ Կոշտացնել երեկվա հայտարարություն։ Այո, մենք մեջքով շրջվում ենք որ դեպի Չինաստան, որը կներեք, ասենք Չինաստանը եւ Միացյալ Նահանգները հիմա համարժեք էկոնոմիկաներ են եւ աստիճանաբար նաեւ համարժեք ռազմական ուժ է դառնալու Չինաստանը։ Շատ արագացված տեմպերով ենթադրենք օրինակ իր միջուկային արսենալն ընդարձակում, իր կոնվենցիոնալ սպառազինություններն ընդարձակում եւ այլն։ Հիմա մեզ կարող եք այդպիսի շքեղություն թույլ տալ Չինաստանի հետ չունենալ նորմալ հարաբերություններ, ինչա դա մեզանից Ամերիկան է պահանջում, ոչ չեն կարող։ Այսինքն դա էլ երրորդ թերությունն է։ Հիմա եթե մի հատ էլի հանրագումարի բերենք, հետեւյալն է.
Այն քաղաքական կուրսը, որը տանում է գործող իշխանությունը, բերել է Արցախի կորստի, Հայաստանի ենթարկման թուրք-ադրբեջանական տանդեմի ըստ էության կամքին դե ֆակտո, թեև դա ամեն ինչը փաթեթավորվում է դեպի վերակողմնորոշում դեպի արևմուտք, եւ երրորդը դա բերել է նաեւ նրան, որ ոչ Ռուսաստանի, բայց արևելքի մյուս կարևոր խաղացողները, ինչպիսին են Չինաստանը եւ Իրանը, աստիճանաբար եւս մեր հետ կոնֆրոնտացիոն գիծ են սկսելու ворթեգրել եւ արդեն սկսում են։ Այսինքն, որ եւ դա բերել է աստեցիան նրան, որ մենք գտնվելով ոչ թե արևմուտքում, այլ ավելի շատ արևելքում, հայտնվենք մեկուսացման մեջ։ Սա գործող իշխանության գիծն է, որը անընդհատ մեզ բերում է պարտությունների, եթե մենք խոսում ենք նրա մասին, ինչպես է պարտությունների շարանը կանգնեցնել, ուրեմն դու պետք է մտածես դրա այլընտրանքը որն է, ինչ ուղղությամբ դու պետք է գնաս։ Բայց շատ լավ, այդ հարցին դեռ մենք կանդրադառնանք, բայց այստեղ մի հատ կարևոր բան կա, արի մի հատ հստակեցնենք, ի վերջո գոնե իրավիճակի ընկալումը, այն իրադրությունը, որ արկա է ամբողջ աշխարհում, փոխդասավորությունները, մեր տարածաշրջանում ազդեցությունները, գլոբալ հակամարտությունների ազդեցությունը, այդ իրավիճակը adekvat են իրանք ընկալում, թե adekvat չեն ընկալում։ Օրինակ, նույն ասենք Ռուսաստանի թուլացման հանգամանքը, մենք տեսնում ենք, որ իսկապես Ռուսաստանը մեր տարածաշրջանից որոշակի դիստանցավորվել է։ Ձեռքերը չի հասնում այս տարածաշրջան։ Հեռացել է այս տարածաշրջանից։ Սա օրինակ ասենք adekvat ընկալում է, թե adekvat ընկալում չի։ Adekvat ընկալում։ Բայց հիմա արի հասկանանք իսկապես ամբողջությամբ այդ ընկալումը adekvat, թե այդ պատկերի ինչ որ մի մասն են տեսնում։ Թե ինչ որ ասենք ակնոցներ դրած են տեսնում այդ իրականությանը, դրա համար գույների ամբողջ ներկապնակը իրանք չեն տեսնում։ Եվ եթե մենք տեսնում ենք այդ գույների ներկապնակը, փորձենք ներկայացնել մեր ժողովրդին։ Ուրեմն հատուկ վերադառնամ պատմական էքսկուրս կատարեմ, հատուկ վերադառնամ 1919 թվական, 1910-1920։ Ուրեմն 1910-20 թվականներին բոլշևիկյան Ռուսաստանը մի քանի ճակատով կռվում էր սպիտակ գվարդիական ուժերի հետ։ Արևելքում Կոլչակի հետ, հարավում կռվում էր բանի հետ, Դենիկինի հետ, հյուսիսում Կոլայի թերակղզում բրիտանացիներն էին ինտերվենցիա իրականացրել եւ այլն, հա։ Այդ պայմաններում Հայաստանի Հանրապետության այն ժամանակվա իշխանությունները դաշնակցել էին Ձենիկինի զորքի հետ։ Ձենիկինի հետ, որտեղ համարում են, որ Ձենիկինը լեգիտիմ ներկայացուցիչ է ռուսական իշխանության։ Պահի մեջ դա կարող է նույնիսկ ճիշտ էր։ Ավելին ասեմ, Ձենիկինը սպառազինություն էր ուղարկում Հայաստան, դիվանագիտական հարաբերություններ կան, ինչքանով որ Ձենիկինը, ասենք, կարող էր որպես սուբյեկտ լինել։ Բայց այդ ամեն ինչը վերջացավ 1920 թվականի սկզբին, որտեղ Ձենիկինը պարտվեց։ Նրանց հետո երբ որ ինքը բոլշևիկյան իշխանությունը պարտվեց, իր զորքերի մնացորդները նահանջեցին Ղրիմ, ամբողջ Կովկասը բացվեց բոլշևիկյան ներխուժման համար։ Եվ բոլշևիկները սկզբից մտան Ադրբեջան, հետո մտան Հայաստան, հետո մտան Վրաստան, այդ պատմությունը մենք գիտենք։ Շատ լավ։ Մի րոպե։ Օրինակ, չէ, ես օրինակ չէ բերեմ։ Այդ օրինակը ցույց է տալի հետևյալը։ Եթե դու 1919 թվականին դեռևս չգիտես, ով է հաղթելու, Ձենիկինն է հաղթելու թե բոլշևիկները, հա, դու կարաս հավասարահեռ քաղաքականություն անցկացնես։ Իրանք ասում են բալանսավորված եւ, բայց երբ որ դու տեսնում ես, որ բոլշևիկները հաղթեցին ու գալիս են, դու պետք է մի հատ այդ չրտիկը փոխես, ասես մի րոպե իրավիճակը փոխվել։ Հիմա նույնը Ռուսաստանի դեպքում է։ Ռուսաստանը 4 տարի է Ուկրաինայի հետ պատերազմի մեջ է։ Մինչև երևի մի տարի առաջ, մինչև Միացյալ Նահանգներում նախագահ Տրամպի իշխանության գալը, այդ հակամարտության, այսպես ասած, ելքը այդքան ակնհայտ չէր, որտեղ կարել ձևավորվել է ինչ-որ մի հատ ուժերի բալանս, հա, ռազմաճակատում, նես չի, որ Ռուսաստանը, ասենք, հեսա վաղ Ուկրաինան կգրավի, բայց նենց էլ չի, որ հեսա Ուկրաինան իր կողմից կորցված տարածքները հետ կբերի։ Ինչ-որ մի հատ պատային վիճակ է ձևավորվել, այդքան էլ պատային չէ, ռուսները բոլոր դեպքերում առաջ են շարժվում, բայց շատ դանդաղ։ Այդ տեմպերով առաջ շարժվելուց, ասենք 10 տարուց նոր կմոտենան Կիևին, ենթադրենք կամ 15 տարուց։ Իհարկե, տենց չի պատերազմների պատմության մեջ, ինչ-որ բայց մեկ էլ սկսում է արագանում է ընթացք, հասկանալ է, բայց բոլոր դեպքերում փաստը հետևյալն է, որ անցյալ տարի ժամանակ 3 տարի պատերազմից հետո Ռուսաստանի առավելությունը շատ ու շատ տենց բաներ, սահմանափակ էր, ածանցյալ առավելությունը, բայց ինչ տեղի ունեցավ։ Միացյալ Նահանգներում հաղթեց նախագահ Տրամպը, որը հակված է նրան, որ այդ հակամարտությունը դադարեցնի։ Եվ ինքը հակված է նրան այդ հակամարտությունը դադարեցնի շատ բարձ պատճառով, որովհետև ինքը ուզում է Ռուսաստանը փոխի Չինաստանից։
իր մեղմ ասած քաղաքական կուրսը, քաղաքական ռազմավարությունը այդ է։ Ինքը ոչ թե սիրում է Ռուսաստանը կամ Պուտինը իր անգերն է, այդ բոլորը կամ մեկ-մեկ մարդիկ ասում Ամերիկայի արտաքին քաղաքականության Տրամպը ծառայում է Պուտինին, որը ընդհանրապես հիմարություն է։ Չէ, ես լսել եմ լուրջ մարդկանցից, ասում են, բանը Պուտինն է Տրամպին իշխանության բերել։ Ասում են, ո՞նց կարա Պուտինը Տրամպին իշխանության բերի, դուք հասկանում եք, ինչի մասն եք խոսում։ Այդ Ամերիկայի մասշտաբների մեջ ո՞նց կարա իշխու դեռ շարունակենք ոնց դիմաց։ Տես ինչա տեղի ունեցել։ Այս ընթացքում աշխարհում ուժերի վերաբաշխում է տեղի ունեցել առաջին հերթին Միացյալ Նահանգներում իշխանապողության արդյունքում։ Ուժերի վերաբաշխում է տեղի ունեցել։ Միացյալ Նահանգները շահագրգռված են, որպեսզի այդ պատերազմը ավարտվի։ Հիմա եվրոպացիները դրան դիմադրում են։ Հնարավոր է ասում են ավելացրել են եվրոպացիներն էլ ավելացրել են ռեսուրսները, որ ռեսուրսները ավելացրել են եւ այլն։ Բայց ի վերջո արդեն տեսանելի է դառնում, որ ամենայն հավանականությամբ եթե այդ պատերազմը նույնիսկ չավարտվի բացարձակ իմաստով, ապա ինչ որ բա խելամիտ մեր առաջիկա հեռանկարում տեսանելի կարա զինադադար հաստատվի։ Հիմա եթե այդ ուղղության վրա զինադադար հաստատվի, դա մեր այսպես ամբողջ ռազմավարական այս խաղադաշտը փոխելու է։ Ինչու՞ որ Ռուսաստանը նույն ձևի ոնց որ այն ժամանակ Զենիկինին հաղթեց, եկավ Կովկաս, հիմա ուժերը ազատելու է, միլիոնից ավել բանակ ունի, չէ, ուժերը ազատելու է, սկսելու է արդեն բանանել վերակողմնորոշ ամենապարզ բանը, որ Ռուսաստանը կանի եւ դա հաստատ է։ Ինքը Թուրքիայի հետ իր հարաբերությունները սկսել է կոշտացնել։ Ինչի, որովհետեւ սաղ այս ընթացքում փորձել են ինչ-որ բալանս պահել եւ Թուրքիա եւ Ադրբեջանը, որ նրանք իրեն չխանգարեն Ուկրաինայում, որովհետեւ Ուկրաինայի պատերազմի տեսանկյունից Թուրքիան հսկայական լծակ ունի։ Նեղուսները, Սևծովը եւ այլն հսկայական լծակ ունի։ Հիմա եթե այդ ուղղությունը դառնում է պակաս ակտուալ, ոչ թե ակտուալ չի, բայց պակասա լարվածությունը նվազում է, Ռուսաստանի ստրատեգիական մանևրի հնարավորությունները մեծանալու են։ Դա ակնհայտ է։ Ինքը ինչ անելու, առաջին հերթին նայելու է ուղղությամբ, որտեղ այն ուղղությունը բլոկավորված է, չէ՞։ Նայելու է ուղղությամբ։ Այդ իմ համար ակնհայտ է։ Հիմա դա երբ տեղի կունենա 3 ամսից թե 6 ամսից, դա չեմ կարող կանխատեսել, բայց որ առաջիկա տեսանելի հեռանկարում Ռուսաստանի քաղաքականության վերակողմնորոշումը լինելու, մենք արդեն տեսնում ենք։ Դրա համար պատահական չի, որ երեք Ռուսաստանը դրա մասին սկսեց խոսալ։ Այնց մեծ տարբերությունը դրանում է, որ մենք տեսնում ենք այդ վերակողմնորոշման հնարավորությունը, իսկ իրանք չեն տեսնում։ Այդ adekvat ընկալել չընկալելու մեջ է իրավիճակը։ Որովհետև եթե օրինակ համեմատում ենք 1920 թվականի հետ, 1920 թվականին ասում են ռուսական բանակը, կարմիր բանակը ապրիլի վերջի դրությամբ գտնվում էր Ադրբեջանում, մայիսին էլ արդեն մտել էր Արցախ, հա, կամաց Զանգեզուր, ամռան ընթացքում Նախիջևան եւ այլն զինագրավում էր այդ տարածքները եւ այդ պարագայում այն ժամանակվա բյուրո կառավարության դիրքորոշումը պահպանել դեպի արևմուտք, Սևրի պայմանագրի վրա հույս դնել եւ այլն, հասկանալի էր, որ անհիմն է եւ պետք էր վերակողմնորոշվել, բայց ասում եմ հիմա իրավիճակը հələ հասկանալի չի։ Այ հենց էսա որ փաստորեն լինելով պետություն ու զինված լինելով այնպիսի գործիքներով, որով ավելի լավ կարելի է տեսնել ու ընկալել, ավելի adekvat ընկալել իրավիճակը, այսինքն մոտավորապես այնա որ ոնց որ կենսաբանը ունենա մանրադիտակ, այդ մանրադիտակով ավելի լավ կկարողանա ուսումնասիրել։ Այնպես էլ պետություն ունենալով հետախուզություն, հակահետախուզություն ունենալով դիվանագիտական կապեր, ծառայություններ եւ այլն, իրավիճակը ավելի օբյեկտիվ գնահատելու հնարավորություն պետք է իրենց տալ։ Տես մի քիչ ես այլ գնահատական կտամ։ Մարդիկ նես չի որ դա չեն տեսնում։ Չեն տեսնում են, այլ հետևություններ են անում եւ դա պատճառ ունի։ Արի նորից վերադառնանք այդ ճակատագրական 1920 թվականին, հա։ Ճակատագրական 1920 թվականին մենք հայտնվել էինք երկու ոնց որ ընտրությունների առաջ։ Ընդունեինք Ռուսաստանի առաջարկը, պահպանեինք Հայաստանի Հանրապետությունը այն սահմաններում, որում ձևավորվել էր, նույնիսկ գուցե մի քիչ էլ ավել ստանանք, օրինակ մոտավորապես 70,000 քառակուսի կիլոմետր տարածքի մասին էր խոսքը։ Կամ ընդունեինք Արևմտյան առաջարկը, որը այսպես ասած բան էր, խաղադրույք էր մեծ, էլի, վաբանկ առաջարկ էր։ Այդ դեպքում դու ստանում էիր 150,000 քառակուսի կիլոմետր տարածք Սևրի պայմանագրով, բայց հիմնական խնդիրն էր, որ այդ տարածքը պաշտպանված չէր որևէ ռազմական ուժով։ Հիմա դες բյուրո կառավարությունը, ես ինձ պատկերացնում եմ այդ մարդկանց տեղը, բյուրո կառավարությունը հայտնվել է մի հատ իրավիճակում, որում նախ ինքը այդ ռուսական բոլշևիկյան իշխանության հետ հարաբերություններ չի ունեցել մինչև այդ։ Արևմուտքի հետ ունեցել է։ Արևմուտքի հետ, ասենք անգլիացիների հետ մասնավորապես 10 թվի վերջից ունեցել է, 10 թվի վերջից անգլիացիները եկել են, Երևանում ներկայացություն են ունեցել, ռազմական ատաշեներ, դեսպան, բան եւ այլն ու շատ անմիջական խառնվել են Հայաստանի գործին, անմիջականորեն ազդել են ամեն օր, հասկանում ես։ Ու այդ անգլիացիները ասում են՝ հայ ժողովուրդ ջան,
Հայաստանի կառավարության ջան, վերջապես տեղի ունենալու ձեր նվիրական երազանքը ձևավորվելու է հայկական պետություն 150,000 քառակուսի կիլոմետր տարածքով, Վանը, Էրզրումն ու Տրաբզոնը ձերն են լինելու։ Դու հիմա նստած ես այդ ընտրության առաջ։ Մեկը քեզ իսկականից մի նիսա, ոնց որ դու ասացիր, մեծ Հայաստանը առաջարկում։ Մյուսը ասում է, արա այդ նիսայից հրաժարվի, կողմնորոշի դեպի մեզ նախ դու օգնեմ պահես։ Ոչ շատ դժվար ընտրություն է։ Շատ դժվար ընտրություն է, որովհետև դու պատկերացրա, որ ասենք այդ պահին Հայաստանի կեսը արևմտյան Հայաստանից եկած գաղթականներ են, որոնք ասում են մեր հողերը հետ տվեք, հետ գնանք մենք։ Հասկանում ես, ու դու անում ես ոչ թե այն ռացիոնալ ընտրությունը, որը պետք է անես, այլ դու անում ես այն ընտրությունը, որը բխում է քո սրտից, քո էմոցիաներից եւ այլնից, հա, շատ դժվար ընտրություն է, դրա համար ի տարբերություն շատ Հիմա իրենք են, ախր, հիմա այս իշխանություններն են, ասենք, մեղադրում իրենց օպոնենտներին հակառակի մեջ։ Ասում են, որ դուք մեզ այնքան եք քննադատում, այնքան եք ձաղկում, ասում են, դուք մեզ ասում եք քննադատեցիք, ձաղկեցիք 2020 թվականի նոյեմբերի 9-ի իրավիճակի համար, այնքան արեցիք, մինչև ենթադրենք Արցախն էլ կորավ։ Հիմա գոնե այս իրավիճակում, ասում են, այս իրավիճակն է, սրան էլ եթե մեզ քննադատեք, մեզ չթողեք մեր արտաքին քաղաքականությունն իրականացնենք, սրան էլ եք երանի տալու։ Այսպես են ասում, այսինքն հաջորդաբար այդպես բանը շարունակվելու է, շղթան շարունակվելու է, բայց քանի որ մեր հարցը վերաբերում էր նրան, թե արդյոք իրենք ասենց օբյեկտիվ պատկերն ունեն իրադրության, ուժերի բաշխվածության, ով ինչքան ուժով է այստեղ ներկա կամ մոտ ապագայում ում ուժերը մեր տարածաշրջանում կավելանան, ում ուժերը կպակասեն, այս սրա հետ կապված մենք մի կարևոր արձանագրում արեցինք, բայց այդ արձանագրումը արի ընդգծենք։ Դա այն է, որ այս տարածաշրջանում, այո, բացի Ռուսաստանից, նաև ուրիշ խաղացողներ էլ կան, ու այս կողմնորոշումը միանշանակ կողմնորոշումը ամբողջությամբ թեքվել դեպի Թուրքիա եւ մեջկով լինել դեպի Իրանը, մեջկով լինել դեպի Չինաստանին, նրանց հետ չկառուցել խորը քաղաքական երկխոսություն, հարաբերություններ, այդ կոմունիկացիան չանելով, իսկապես մենք հայտնվում ենք դիկտատի տակ, թուրքական դիկտատի տակ։ Այստեղ ինձ թվում է պետք է հասկանալ հետևելը։ Ես չեմ հավատում այն վարկածին, որ այն ինֆորմացիան, որ մենք ունենք, իշխանության մեջ գործող մարդիկ չունեն։ Որպես կանոն մարդիկ, որոնք իշխանության մեջ են, ավելի շատ ինֆորմացիա ունեն, որտեղ ունեն ինֆորմացիայի գաղտնի աղբյուրներ, ունեն հետախուզություն, ունեն, ասենք, տարբեր փակ աղբյուրներ եւ այլն։ Խնդիրը ինֆորմացիայի մեջ չի։ Ֆիլտրերի մեջ է, ոնց են այդ ինֆորմացիան իրանք ֆիլտրում։ Չէ, ոչ էլ ֆիլտրերի մեջ է, չնայած կարող է ֆիլտրերի մեջ էլ է, բայց իմ կարծիքով խնդիրն ամեջ է, որ այն կախյալ են ի տարբերություն մեզ։ Մենք փորձում ենք այդ ինֆորմացիային վերաբերվել չեզոքության տեսանկյունից։ Մենք ոչ Ռուսաստանի սիրահարն ենք, ոչ Արևմուտքի, ոչ Թուրքիայի, ոչ Իրանի։ Մենք ասում ենք, արի մի հատ նայենք ուժերի բալանսը ոնց է ձևավորվում, ըստ այդմ ոնց է պետք մանևրել, հա։ Այս մարդիկ տենց չեն, որովհետև իրանք ինչ որտեղ ստորագրվել են արդեն։ Իրանք կախյալ են, իրանք անում են այն, իրանք ինչ որ իրանք ասում են։ Եվ այդ պատահական չի, որ այս պայմաններում իրանք գնում են ունենք Եվրոպական միություն, ասում են մեզ օգնեք հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարել։ Մեզ օգնեք վերարտադրվել, մեզ օգնեք իշխանությունը պահել։ Որովհետև իրանք հասկանում են, որ այդ եղած քաղաքական կուրսի շրջանակներում իրանք արդեն այն քանակությամբ սխալներ են թույլ տվել, որ կամուրջը արել են, չեն կարող հետ վերադառնալ, չի կարող Փաշինյանը գնա Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու, չի կարող, որովհետև այնտեղ ինքը վստահություն չունի։ Վստահություն չունի, իմիջից ինքը ոչ մի տեղ էլ վստահություն չունի մեծ հաշվով։ Որովհետև բոլորն էլ հասկանում են, որ ինքը ընդհանրապես ասած անսկզբունքային գործիչ է։ Որովհետև նաև հասկանում են, որ ինքը լեգիտիմ չի, որ ժողովուրդը իրան չի ընդունում։ Դա էլ է շատ կարևոր։ Որ ինքը արդեն լեգիտիմ էլ չի, բայց նույնիսկ մինչև լեգիտիմության կորուստը, որ աշճանաբար է տեղի ունենում, էրոզիա է տեղի ունենում այդ լեգիտիմության։ Հիմնական խնդիրը այս մարդու հետ կապված եւ այս քաղաքական համակարգի հետ կապված դրանում է, որ իրենք ընդհանրապես սկզբունքային մոտեցում չունեն ոչ մի հարցում։ Սկզբունքային մոտեցում չունեն։ Դրա օրինակներից մեկը ընդունում են ազգային ժողովում կեղծ մի հատ հռչակագիր եվրոպական ինտեգրացիայի մասին։ Կեղծ, որը անբովանդակ, որը օրենք չի, ընդամենը հայտարարություն է։ Իրանց որ ասում են, «Էս ինչ եք արել», իրենք ասում են, «Դա էս ուղղակի մեր ցանկությունն է», հա։ Այդ շատ ավելի վտանգավոր բաներ են, հա։ Չի կարա ցանկություն լինի։ Եթե դուք ուզում եք Հայաստանը տանեք եվրոպական ինտեգրման ճանապարհով, հստակեցրեք այդ։ Գնացեք, դիմեք համապատասխան եվրոպական միության կառույցներին, բանակցային գործընթաց նախաձեռնեք, ասեք, որպեսզի գան, ասենք, գիտես, եվրոպական միության ընդունությունը բազում չափանիշների բաների հետ է կապված։
Եկեք սկսեք այդ չափանիշներին բավարարել, դատական համակարգը բարեփոխեք, ձեր հակառակորդներին կամայական ձերբակալությունների մի ենթարկեք եւ այլն։ Դուք քաղաքապետերին մի դատեք։ Համեն չեք անում, ինչ որ մի հատ sense անսկզբունք մանյովրի մեջ եք անում դա, անսկզբունք։ Ու վտանգավոր ինչ որ շատ բաներ են տեղ ունենում։ Հա, օրինակ ասենք այդ Վաշինգտոնյան օգոստոսի 8-ի այդ Վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրումով ոտատեղ են տվել թուրքերին, այսինքն մեզնից ինչ որ բան պահանջելու, ուզելու, ինչ որ թղթով տրված իրավունքներ են տվել, ատամ գցելու տեղ են տվել։ Այդ Վաշինգտոնյան փաստաթղթով օրինակ դրանով եմ ասում, էլի։ Մենակ է, երբ որ Փաշինյանը գնում է ասում է եկեք մենք Արցախի հարցից հրաժարվենք, դուք էլ Արևմտյան Ադրբեջանի հարցից։ Բայց այդ ոտատեղ չի, Արևմտյան Ադրբեջանը ինչ հարց է, այդ տենց հարց գոյություն ունի, դա փուչիկ։ Իրական, այո։ Ալևի կողմից փչած փուչիկ է։ Օրը ցերեկով էթնիկ զտման ենթարկված, ասենք, ժողովրդի իրավունքի հարցը դու փոխում ես ինչ որ հորինված Արևմտյան Ադրբեջանի փուչիկի հետ։ Եվ բացի այդ ես նորից եմ ուզում վերադառնալ այս Վաշինգտոնյան փաստաթղթերին, որ անխոչնդոտ մեր վրայով անցնելու պարտավորություն են փաստորեն վերցրել, թեև նախաստորագրված, բայց ամենայն դեպս սևով սպիտակի վրա թղթի վրա գրված ինչ որ պարտավորություն են վերցրել իրենց վրա, որը որ մեր տարածքի վրա աշխարհաքաղաքական բախումների ռիսկ է առաջացնում։ Այդ բախման կողմ կարա լինի Իրանը, որը 3 հայտարարություն արեց, բավական այդպես սթափեցնող հայտարարություն արեց, դա կարա լինի նաև Ռուսաստանը, որովհետև այն տարածքը, որի մասին որ խոսքը գնում է, որ պետք է իբրև թե անխոչնդոտ անցնեն, այդ տարածքի սահմանի վրա ռուս սահմանապահներն են կանգնած։ Այսինքն այստեղ հարց է առաջանալու հաջորդ անգամ, ասենք վեր կացեք, գնացեք այդ տարածքից։ Դա ինչերի է բերելու։ Հիմա արի կոնկրետ հենց այդ իրավիճակը վերցնենք։ Հիշեցնեմ, որ օգոստոսի 8-ից հետո Փաշինյանի վարչախումբը փորձում էր մի հատ ծափով ծնծղայով, տեսեք խաղաղություն բերեցինք, բան եւ այլն, էլի, եւ իդեպ հիշեցնեմ նաեւ, որ մենք հայակվեն միանգամից մերժեցինք այդ։ Միանգամից ու ասացինք, որ սա կապիտուլյացիայի հերթական փուլն է։ Միանգամից մերժեցինք, ի տարբերություն շատ ուրիշ քաղաքական ուժերի, որոնք սկզբից չէին հասկանում ոնց դիրքավորվեն այդ հարցի շուրջը։ Հիմա երբ որ մի քիչ ժամանակ անցել, հասկանալի է դառնում հետեւյալը։ Առաջինը, Միացյալ Նահանգները որպես այդպեսին ոչ մի հետաքրքրություն սրա մեջ առանձնապես չունեն, բացի նրանից, որ դրա միջոցով Ռուսաստանի եւ Իրանի միջև սեպ խրեն։ Իրանց համար տրամաբանություն է տամ։ Մի քիչ Թրամփի անձնական թե բանն է։ Հա, բայց իրական բանը Ռուսաստանի չի ստան արդեն բարձա։ Ռուսաստանի եւ Իրանի միջև բանա, սեպ խրելն է 1։ Երկրորդը, սա թուրքական նախագիծ էր ի սկզբանե, որոնք ուղղակի թուրքերը գնացել էին, Թրամփին խնդրել էին, որ ինքը փաթեթավորվի ամերիկյան փաթեթի մեջ, որ հայ, այսպես ասած, սպառողին ներկայացվի որպես ամերիկյան ծրագիր։ Երբ որ իրական դա թուրքական ծրագիր է, ամեն օրվա մակարդակով ամեն օր ասում են, այդ միջանցք, թուրանական միջանցք, միայն նիկոլական միամիտներն է, որոնք հավատում են, որ դա ինչ-որ մի հատ ամերիկյան նախագիծ է, դա թուրքական նախագիծ է, նույնիսկ ասում ամերիկյան փաթեթավորմամբ։ Երրորդը, որը հիմա ակնհայտ է դարձել, սա նաև հակամարտության աղբյուր է, նույնիսկ անկախ մեզանից, հակամարտության աղբյուր է Իրանի հետ, հակամարտության աղբյուր է Ռուսաստանի հետ, դժգոհության աղբյուր է եվրոպացիների, որոնք ասում են չհասկացանք, բա մեզ ինչի՞ չեք ներգրավում այդ գործընթացի մեջ։ Ինչ եք գնացել ձեր մեջ այդ պայմանավորվել, բա մենք էլ ենք չէ՞ այդտեղ խաղացող, այսինքն դժգոհության աղբյուր է իրանց հետ, բայց որը շատ կարևոր է։ Դա պոտենցիալ հակամարտության աղբյուր է Ադրբեջանի հետ, որովհետև դա Ադրբեջանին տալիս է միակողմանի խոստումներ, միակողմանի, բացարձակ անհասկանալի միակողմանի խոստումներ է տալի, որ Ադրբեջանը հետո գալու է, անընդհատ քեզ պահանջել է, որ այդ խոստումը կատարես, ու ինչ է պահանջել։ Ու կատարես նենց ոնց որ ինքն է պատկերացնում։ Ինքը ինչ է պատկերացնելու, ինքը պատկերացնելու այդտեղ ստեղծել դեմիլիտարիզովնի, հա, այսպես ասած, ապառազմականացված գոտի պետք է ստեղծել։ Ինքը պետք է ասի, գիտես, ճանապարհով որ ես ասում եմ 5 կիլոմետր հեռավորության վրա մի հատ հայ երես չպետք է տեսնեմ եւ այլն։ Ոնց է, մեղրին հաղթանակությունը։ Հա, ու այսինքն դու դրանով Իրան նաև ոնց որ լծակ ես տալի, հավելյալ հետագայում քո դեմ պատերազմ սկսելու։ Այդ միասին որ բոլորը վերցնում ես։ Ասում ես Ժորժ ջան, այ դուք ցույց տվեցիք դասական օրինակ Նիկոլ Փաշինյան, Արադ Միրզոյան, Արմեն Գևորգյան, այ ձեր այդ այսպես ասած ԿՊ-ական բաները, մեծամեծները, դուք ցույց տվեցիք դասական օրինակ, թե ինչպես չի կարելի վարել արտաքին քաղաքականություն։ Դուք արել եք մի բան, որից գոհ է Թուրքիան, որից գոհ է Ադրբեջանը, որից գոհ չի հայ ժողովուրդը, որովհետև չի հասկանում ինքը ինչ է ստանալու,
Մեր մնացած բոլոր արտաքին Ավելի հասկանում է թե ինչա կորցնելու։ Հա, չէ, մնացած մեր բոլոր արտաքին քաղաքական գործընկերները իրանց դժգոհությունն են արտահայտում։ Իրանց դժգոհությունը հստակ է, իմիջիայլ Չինաստանը չի արտահայտվել։ Բայց ակնհայտ է, չէ՞ որ Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջև սրված հակասությունների պայմաններում Չինաստանը պետք է ասի, ընկերես ինչի համար եք անում, որպեսզի Չինաստանի եւ Եվրոպայի միջև եղած հնարավոր ճանապարհներից մեկը ուղիղ ամերիկյան վերահսկողության տակ դնեք, ինչի համար եք անում։ Այդ ցույց է տալի, թե իսկականից էլ ինչպես չի կարելի արտաքին քաղաքականություն վարել։ Օրինակ, եթե օրինակ մտածում ենք, որ Չինաստանը որպես բարձրացող պետություն, աճող տերություն, որը որ նաև ակտիվ ջատագովն է այդ միջին միջանցքը իրականացնելու եւ այլն, շատ լավ, խնդիր չկա, մենք մեր տարածքով այդ նույն անխոչնդոտ, այսպես ասածը, հնարավորություն տանք մեր ճանապարհից օգտվելու, բայց մեր կանոններով, մեր սահմանապահի, մեր դեմ ասենք մաքսավորի յուրիսդիկցիայի տակ, բայց միևնույն ժամանակ նրանից էլ պահանջելով փոխադարձություն։ Դեպքում նույն փոխադարձ սկզբունքով, եթե անխոչնդոտն է, անխոչնդոտ է։ Ես էլ պետքա Երասխից Նախիջևանով գնամ Իրան, ենթադրենք։ Ես էլ պետքա Գյումրիից Կարսով գնամ դեպի Սևծով։ Դիվանագիտությունը հենց դա է։ Երբ որ դու դնում ես փոխադարձության ինչ-որ պահանջներ։ Շատ ճիշտ բան ես ասում։ Տես ինչու՞մ է խնդիրը այստեղ։ Տես ինչու՞մ է խնդիրը։ Եվ ինչի է նորից այս իշխանությունը հենց ինքը խնդրի ակունքում կանգնած, հա։ Ուրեմն դու ունես ռազմավարական տեսանկյունից կարևորագույն մի հատ տարածք իդեմս Սյունիքի, որը երկու թուրքական պետությունները եւ դրանից հետո էլ ասենք մնացած թուրքական պետությունները կապող ամենակարճ օղակն է, ճիշտ է։ Սա կարևորագույն ռազմավարական ակտիվ է։ Այսինքն այդ 42 կիլոմետր տարածքը կարևորագույն ռազմավարական ակտիվ է։ Դու այդ ռազմավարական ակտիվից պետք է կարողանաս մաքսիմալ արդյունք ստանաս։ Ասենք օրինակ նույնիսկ նոյեմբերի 9-ի տրամաբանության մեջ այն էր, որ դու այդ ռազմավարական ակտիվ իրանց տալիս ես օգտագործման, դիմացը մնում է Արցախը։ Հիմա Արցախը մարդիկ այսպես ասած բարով խերով գյորել են, հանձնել են, բայց նրանք էլի մեկը գալիս են, ասում են այդ ակտիվը տուր ինձ։ Տուր ինձ ձրի, մեկը վերցնելու եմ։ Հիմա ինչի է ասում տուր ինձ, մեկը վերցնելու եմ, որովհետև համարում է, որ կարող է շարունակի ուժի պարտադրանքը Հայաստանի նկատմամբ։ Ուժի սպառնալիք հիմա այս իշխանությունը, որը չունի դաշնակիցներ, կորցրել է, բոլոր դաշնակիցներին կորցրել է, որովհետև մի երկրի հետ ունի դաշնակցային հարաբերություն Ռուսաստանի, բայց հարաբերությունը փչացրել է, ուրիշների հետ չունի։ Ոչ երկրի ներսում ունի, ոչ էլ դրսում։ Հա, այդ եմ ասում, չունի դաշնակցային հարաբերություն ոչ միտեղ, ամենախոցելի վիճակում է։ Ինքը ստիպված է լինում իր կարևորագույն ռազմավարական ակտիվը զիջել։ Կարևորագույն ռազմավարական ոչ մի բանի դիմաց, որովհետև եթե տենց չլիներ, եթե նա ունենար օրինակ երկրի ներսում էլ աջակցություն, երկրի ներսում հասարակության մոբիլիզացիա, դուրսը դաշնակիցներ, կաներ հենց քո ասածը, կասեր ես քեզ այդտեղ եմ անցում տալի, դու Նախիջևանով ես ինձ անցում տալի, մի հատ էլ այո Թուրքիայի բան, բայց ինքը չի կարա տենց անի, որովհետև ինքը անզոր իշխանություն է, անզոր, ինքը սպառել է մեր բոլոր ռեսուրսները քաղաքական, հա։ Հիմա դրա ուրիշ բան ասեմ։ Վաղ Ադրբեջանը գալու է ասելու է դու Սևանա լճում այսքան ջուր ունես, իմ ջուրը չերկում, Սևանա լճի ջուրը տուր։ Նույն տրամաբանությամբ վերցնելու է Սևանա լճը, ոնց որ հիմա սոտկի հանքն է վերցնում։ Հիմա եկել է շատ կոնկրետ, ասում է սոտկի հանքը տուր ինձ, դու չես շահագործում մեր տարածքում ա տուր ինձ։ Մյուս օրը գալու է ասելու է Թուրքիան, ասելու է քո ատոմակայանը ոնց թե ինչ ատոմական։ Այդ ատոմականը մեր համար վտանգ է, ատոմականը փագի։ Ու տենց անverջ, քանի որ դու թուլության դիրքում ես, քեզանից ինչ ասես կարան ուզեն, դու ամեն անգամ են հիմար կկուի պես պետք է ձագերդ տաս։ Քո հիմար կյանքը պահելու համար։ Հիմա ինչ ենք մենք այս հիմար վիճակում հայտնվել, որովհետև հիմարաբար ընտրել ենք այն իշխանությունը, որը խաբեությամբ, մարդկանց խաբեությամբ կեղծ խոստումներ տալով եկել է իշխանության ու այդ կեղծ խոստումները իրատված։ Հերթով բան անում, հերթով փչվում են։ Հիմա այս ճահիճի մեջ, այս խառը վիճակի մեջ, այս վանդակի մեջ, լավ իմիջիալոցի ասենց միշտ հիշում եմ էլի, երբ որ խոսքը գնում է այն մեր վերջի հարցի վերաբերյալ, թե պետությունը ինչ ռեսուրսներ ունի հաջող արտաքին քաղաքականություն վարելու համար եւ ինչ հնարավորություններ ունի այդ ռեսուրսները մոբիլիզացնելու հարցում, միշտ միտքս ընկնում է հայտնի դեսպասիր նու պագազի մուլտի այն սերիան, երբ որ գայլը վանդակի մեջ առյուծը որ գալիս է հարցակվում է ու նապաստակը ատրճանակը տալիս է, փոխանակ ատրճանակով կրակի, ատրճանակը շպրտում է, այսինքն իր եղած ռեսուրսը չի օգտագործում։ Հիմա գանք այդ հարցին, լավ, այս վանդակի մեջ, այս ճահիճի մեջ, այս իրավիճակում այդուհանդերձ
Մեր առաջարկը որն է։ Մենք ինչ ռեսուրսներ ունենք, որոնք մենք կարող ենք տեսնել, իդենտիֆիկացնել եւ մոբիլիզացնել, որոնք որ այս իշխանությունները չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել կամ հնարավորություններ չունեն մոբիլիզացնելու։ Նայ, մինչև հարց պատասխանել, թե պատասխանում եմ, էլի, հիշեցնեմ հետեւյալը, որ այս իշխանությունները նույնիսկ այս պայմաններում, երբ որ երկրի շուրջը օղակ այդքան ձգված է, չէ՞ արդեն, այս պայմաններում իրանց ժամանակի եւ էներգիայի զգալի մասը ծախսում են Ինչի վրա են ծախսում։ ծախսում են հայ առաքելական եկեղեցին կազմալուծելու եւ կազմաքանդելու վրա։ Որից սկսում է քո հարցի պատասխանը։ Սկսում է քո հարցի կարևորագույն ռեսուրսը երկրի ներսում Համերաշխությունը, վերականգնելը։ միասնությունը։ Կարևորագույն ռեսուրսը մեր երկիրը արդեն 7 տարի է տարածորեն թունավորվում է ատելությունից։ Թունավորվում է։ Մենք անընդհատ դրա մեջ ենք մենակ, մենք տեսնում ենք, չէ, ասենք մեր ենթադրենք հանրային հաղորդակցությանը այս իշխանության բաների կողմից, կամակատաների կողմից, ֆեյքերի կողմից ինչ պատասխան է գալի։ Հայոյանք։ Ոչ մի տրամաբանական քննարկում չկա, ոչ մի բանավեճ չկա մեր հետ, կամ մենակ հայոյանք։ Հայոյանք ու ատելության խոսք։ Ամենաառաջի քայլը որ պետք անես, ատելության խոսքը պետքա դադարացվի այս երկրում։ Պետքա ատելության խոսքը դադարացվի, պետքա վերջ տանք այս հասարակությունը ներսից թունավորելուն։ Այդ քայլը առաջինն է։ Երկրորդը, մենք ընդհանրապես ասած պետքա հիշենք, մենք կռվող ազգ ենք։ Մենք ցույց ենք տվել, որ այս վերջին նաև 35 տարիների պատմության մեջ պատրաստ ենք զենքը ձեռքին մեր երկիրը պաշտպանել։ Մենք պետքա այդ կռվողի էթոսը վերականգնենք։ Մենք պետքա դադարենք այս կեղծ խաղաղապաշտությունը, խաղաղություն ամեն գնով։ Ոտս կդրեմ մենակ գլուխս մնա, հա, այդ որովհետեւ կռիվը միևնույնն է լինելու է։ Եթե այս ձևով գնանք ավելի շուտ է։ Հա, չէ, կռիվ, չէ, մենակ կռիվ չի լինելու, ցեղասպանություն է լինելու։ Իհարկե։ Եթե մենք չգիտակցենք, որ մեր երկիրը պետքա պաշտպանենք, մեր այդ տեղի կունենային ինչ-որ արդեն տեղի ունեցավ Արցախի հետ, բայց շատ ավելի կատաստրոֆիկ մասշտաբներով։ Եթե Արցախում 120,000 մարդ էր այդ ճանապարհով դուրս եկավ, 3 միլիոն մարդու դուրս գալ այս երկրից, դա աղետ ալնելու։ Անասենի աղետ ալնելու, պետք է երկիրը պաշտպանես։ Այդ երկրորդ խնդիրն է, որ դու պետք է սկսես շատ հստակ, շատ մեթոդիկ ուժեղացնես երկրի պաշտպանությունը։ Այդ մասին հետևողական, ոչ թե ռազմոսել ենք համապարփական վտանգության հայեցակարգը մեր երկրորդ հայրենակիցներին խնդրենք, եթե ցանկանան, նաև մեր այդ հաղորդումը դիտեն, մեր այդ անպայման թողնեն։ Այդ երկրորդ ռեսուրսն է։ Հիմա երրորդ ռեսուրսը։ Ինչ է արել այս ընթացքում Փաշինյանը։ Նա իր արտաքին պատվիրատուների հրահարմամբ մեթոդիկ կերպով փորձել է այս ընթացքում նաև կազմալուծել հայկական սփյուռքը։ Հայկական սփյուռքը տարողունակ հասկացություն է, դա բազմաթիվ կազմակերպություններ են, բազմաթիվ երկրներում կազմակերպություններ եւ անհատներ, որոնք այս կամ այն կերպ ունեն որոշակի ընդհանուր շահի ընկալում Հայաստանի Հանրապետության հետ։ Ոմանք չունեն միջոց, հայկական սփյուռքի կառույցներ կան, որոնք համարում են, որ Հայաստանի Հանրապետությունը իրենց հայրենիքը չի, իրենց հայրենիքը Արևմտյան Հայաստանն է։ Իրան գործում են զուտ համայնքային, ասենք, խնդիրների շուրջը, եկեղեցու շուրջ եւ այլն, բայց շատերը ունեն շահերի ընդհանրություն Հայաստանի Հանրապետության հետ։ Այս մարդկանց հետ պետք է սկսել հարաբերությունները վերականգնել։ Ահա որ քանակությամբ հարաբերությունները փչացրել Փաշինյանը 7 տարվա ընթացքում։ Պետք է սկսել վերականգնել, պետք է սկսել այդ մարդկանց ռեսուրսը, այդ կաթիլ ռեսուրսը ուղղորդել Հայաստանի Հանրապետությունը ուժեղացնելու։ Հիմա դրա ամենադասական օրինակներից մեկը Սամվել Կարապետյանն է, Սփյուռքայի գործիչ հաստատության, որը ժամանակին եկել է սնակության եզրին գտնվող հեծը գնել է, ոտի կանգնացել եւ այլն։ Այս մարդուց հեծը խլել են։ Հեծը խլել են ուղղակի։ Եվ մենք կոնկրետ դասական օրինակն է, ինչա պետք անել։ Պետք է անել ուղիղ հակառակը նրա ինչ որ անում է Փաշինյանը։ Եվ մենք կոնկրետ դրա հետ կապված մեր ծրագրային առաջարկ ունենք։ Ունենալ երկպալատ պարլամենտ, որտեղ քվոտա տալ նաև Սփյուռքին։ Այո։ Որպեսզի նա մասնակցություն ունենա, որովհետև մենք ելնում ենք, երկրորդ պալատում, որովհետև մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ Հայաստանի Հանրապետությունը միայն ՀՀ բնակչության պետությունը չի։ Չէ, իդե պետք է հիշել մենակ։ Հայաստանի Հանրապետությունը ազգային պետություն է, դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը նաև հայաստանակենտրոն բոլոր հայերի պետությունն է։ Այդ կապակցությամբ պետք է հիշել հետևյալը։ Անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունից հեռացել է մոտ 1.5 միլիոն իր քաղաքացիներ, որոնք հիմա նոր սփյուռքն են, այսպես ասած։ Մեր սփյուռքը հիմա արդեն բաղկացած է հին սփյուռքից, որը Արևմտյան Հայաստանից է դուրս եկել, եւ նոր սփյուռքից, որը հենց այս Հայաստանից է դուրս։ Իսկ մեր հենց այս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 1/3-ը դուրսն է ապրում։ 3 միլիոն ըստեղ է, 1.5 միլիոն դուրսն է ապրում։ Այդ 1.5 միլիոնը առնվազն
առնվազն մնացածներն էլ, բայց սրանք առնվազն ըստեղ ծնված մեծացած մարդիկ են։ Դու պետքա մտածես ոնց իրենց կամ հետ բերես, որ ըստեղ ապրեն, կամ եթե հետ չես բերում, ոնց անես, որպեսզի այդ մարդիկ օգուտ տան երկրին։ Իրանց երեխեքին ուղարկեն ըստեղ սովորելու, իրանց ծնողներին ըստեղ ուղարկեն, որպեսզի թոշակի գնան։ Կան այստեղ բիզնեսվելու, կան այստեղ բուժեն, կան այստեղ հանգստանան, կան այստեղ բիզնես դնեն, կան համասարանները ֆինանսավորեն, կան ռազմարտունաբերությունը ֆինանսավորեն, եւ այլն հազար ձև կա, ինչ որ գիտես, ես վաղուց դրանով զբաղվում եմ, 2010 թվականից դրանով եմ զբաղվում։ Հազարատ ձև կա երկրին օգտակար լինելու, ինչոց մարդիկ օգտակար են, բայց հիմա բացառիկ վիճակ ունենք, երբ որ մարդիկ փորձում են օգտակար լինել, իրանց ասում են հեռու մնացեք, մի խառնվեք, իրանց դատում են, հա, ասում են մի խառնվեք, մենք ձեզ լավ գիտենք, այս երկրին ինչա պետք։ Ախպեր մարդիկ խառնվում են, որ օգուտ տային։ Այդ մարդկանց սաղին սարքել են հիբրիդ գործակալներ, թշնամիներ եւ այլն։ Դա ցույց է տալի երրորդ գործիքը, այսինքն առաջի գործիքը դադարեցրեք ատելության քարոզը, երկրորդ գործիքը ուժեղացնում ենք երկրի պաշտպանության ներսից, երրորդը սկսում ենք սփյուռքը ներգրավել։ Այդ երեք լծակները արդեն, այդ երեք ֆունդամենտալ իմաստով բավարար են նրա համար, որպեսզի մենք կարողանանք երկրի հետ կապված արտաքին ընկալումները փոխենք։ Եվ այդտեղ գալու է չորրորդ գործիքը։ Մեր հարաբերությունները դրսի ուժերի հետ, գերտերությունների հետ, մենք պետք է սկսենք վերաֆորմատավորել։ Այս ընթացքում Փաշինյանը մեր երկիրը բարեհաջող կերպով ճակերտներով վերացել է իրաց մեջ մարտադաշտի։ Ֆուտբոլի գնդակի իրար մեջ տշում են այս մարդիկ։ Մեկը այս կողմնա տշում, մեկը այն կողմնա, չէ, դու պետք է դուրս գաս դրանից։ Դու պետք է առնվազն ֆուտբոլիստ լինես։ Եթե դու ստադիոնի տերը չես, հա, գոնե պետք է ֆուտբոլիստ լինես, ոչ թե ֆուտբոլի գնդակ։ Ես կարծում եմ, որ մենք դեռ առիթ կունենանք եւս մեկ զրույց ունենալ կամ գուցե երկու զրույց ունենալ խոսելու կոնկրետ Հայաստանի Հանրապետության ու տարբեր ուժային կենտրոնների, տարբեր պետությունների հետ երկկողմ հարաբերությունների մասին։ Ինչ էին, ինչ արվել, ոնց է փչացվել եւ ոնց ենք վերականգնելու այդ ամեն ինչի մասին էլ կարող ենք խոսել։ Այսօրվա համար երևի թե եթե ուրիշ ասելիք չկա, ուրիշ ավելացնելու բան չկա, այսօրվա համար երևի թե բավարարվենք այսքանով։ Շնորհակալություն շատ այս զրույցի համար։ Հուսամ, որ մեր հայրենակիցներին, ովքեր որ հետևում են Հայ-Ակվե ազգային քաղաքացիական միավորման գործունեության, ահագին բաներ պարզ եղավ այն կարևոր հարցի հետ կապված, բա դուք ինչ եք առաջարկում։ Մենք մեր առաջարկները եւ մեր դիտարկումները այս զրույցին միած այ նորից ամփոփ ենք էլի իրականում ինչ ենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք պրագմատիկ արտաքին քաղաքականություն։ Հենված են գիտակցության վրա, որ աշխարհը այլևս միաբևեռ չի, որ մեր տարածաշրջանում կան առնվազն մի քանի գերտերություններ եւ ռեգիոնալ տերություններ, որոնք լուրջ այս կամ այն չափով ներգրաված են, այո։ Արտաքին քաղաքականություն, որի կարևոր տարրերից մեկը նաեւ այն գիտակցությունն է, որ թուրք-ադրբեջանական շահը չի համընկնում մեր շահի հետ, որովհետեւ իրանց վերջնական նպատակը հայկական տարը այս տարածաշրջանից դուրս մղելն է, եւ իրանք դա չեն թաքցնում։ Դա շատ կարևոր է, իրանք չեն թաքցնում, իրանց վերջի 150 տարիների պատմությունը սկսած Սան Ստեֆանոյի պայմանագրից մինչև հիմա մոտ 150 տարի է, չէ՞, անցել 147։ Էտա ցույց տալի։ Այս մարտիկ դիտարկելով հայերին որպես վտանգ, որպես թուրանական տարածքում գտնվող սեփ, նպատակ են դրել այդ սեփը վերացնել ու ցավով պետք է արձանագրել, որ այդ նպատակի 80% արդեն իրականացրել են, կամ ավել նույնիսկ։ Մնացել են վերջի 10-20%-ը։ Մենք չպետք է թույլ տանք դա։ Մենք պետք է գիտակցենք մենք որտեղ ենք ապրում։ Հիմա իմիջած որոշ think tank-ներ արդեն խոսում են, չարը մցան։ Հայաստանը թող ինտեգրվի թուրանական տարածքի մեջ, բան։ Մենք պետք է գիտակցենք, մենք չենք կարող թուրանական տարածքի մեջ չընտրվել։ Թուրանական տարածքը դա տյուրքերի բանն է, ընդհանուր տարածքն է, հա, բնակության։ Եթե այնտեղ բան ենք մենք ինտեգրվում ենք, մենք դառնանք ինքնես տյուրք։ Իսկ եթե ուզում ենք մնալ հայ, ուրեմն չպետք է ինտեգրվենք։ Ուրեմն պետք է լինենք ամուր, սեփ այդ տարածքում, բայց հետները առևտուրել անենք, հարաբերություններ ունենանք եւ այլն, բայց կարողանանք այդ սեփը կարողանանք նաեւ պայմանավորվել իրար հետ։ Հա, իրար հետ պայմանավորվել մեր կարմիր գծերի վերաբերյալ։ Այո, ուստի այդ մեր արտաքին քաղաքականությունը պետք է ելնի նրանից, որ կա օբյեկտիվ իրողություններ, եւ այդ օբյեկտիվ իրողությունների հետ չի կարելի հաշվի չնստել։ Այդ օբյեկտիվ իրողությունները քեզ երկու տրամագծորեն հակառակ ուղղությամբ են տանում։ Ինտեգրվի թուրանական տարածքի մեջ եւ դադարի հայ լինելուց, կամ շարունակի դիմադրել, պահի ինքնությունդ, իրանց հետ դիմադրությունը բերելանան, որ իրանք քո հետ հաշվի նստեն ու քո շահերի հետ հաշվի նստեն։ Իդեպ ոնց որ մինչև հիմա տեղի է ունեցել, մինչև Փաշինյանի գալը։ Մինչև Փաշինյանի գալը իրանք մեր շահերի հետ հաշվի են նստում, որովհետև հասկանում են, որ այդ շահերի հետևը կա որոշակի ներքին կոնսոլիդացիա, կա ինքնություն, կան նաև գործընկերներ, որոնք պատրաստ են
դա դրան աջակցել։ Չես կարա վերադառնաս այնտեղ, որտեղ եղել ես, այդ պետքա հասկանաս, բայց ապագայի ճանապարհը բացելուց պետքա հաշվի առնես այդ իրականությունը։ Այդ է մեր առաջարկած արտաքին քաղաքականությունը։ Այսպիսով իսկապես ամփոփելով, ասենք, որ հաջող եւ շահավետ արտաքին քաղաքականության բանաձևը adekvat ընկալելն է իրադրությունը, իրավիճակը, հասկանալը, որ այստեղ ներկայացված են տարբեր գերտերություններ, տարբեր տերություններ, չմոտենալ իրավիճակին իրականությունը ցանկալի տեղ ընդունելու սկզբունքով, բոլոր խաղացողների հետ ունենալ փոխշահավետ հարաբերություններ կառուցել, որքանով որ հնարավոր, որքանով որ հնարավոր եւ չհակադրվել, չմտնել այն խաղերի մեջ, որոնք որ գնում են նրանց միջև կոնֆլիկտների մեջ են մտնում եւ մոբիլիզացնել մեր ռեսուրսները, որոնցից 3-ի մասին մենք խոսեցինք, առաջինը որ վերականգնել հանդուրժողականությունը, վերականգնել համերաշխությունը եւ միասնականությունը հայ ժողովրդի մեջ, երկրորդը վերականգնել հարաբերությունները Սփյուռքի հետ, Սփյուռքի դերակատարների հետ եւ երրորդը համապարփակ անվտանգության իրատեսական հայեցակարգի շրջանակներում էապես բարձրացնել մեր պաշտպանունակությունը։ Այո։ Հուսով ենք, որ մեր ունկնդիրները ինչ որ իմաստով կընդունեն այս տրամաբանությունը եւ մեզ կաջակցեն, որպեսզի մենք կարողանանք հենց այս տրամաբանությամբ արտաքին քաղաքականություն իրականացնել Հայաստանում։ Շնորհակալ եմ Հավետիք ջան։ Շնորհակալ եմ։ Հաջողություն։